Ողջույն, եթերում հարցազրույցն է, զրուցելու եմ ազգային ժողովի քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ պարոն Թորոսյան մեզ հյուրընկալվելու համար։ Վրաստանի նախագահն է Հայաստան այցելության եկել, մինչ այդ եղել է Բաքվում։ Սա արդյոք տարածաշրջանային այց է եւ ինչ կարեւորության այց է մասնավորապես Հայաստան, Բաքվից հետո։ Ես կարծում եմ, որ այս այցելություններով Վրաստանը ցուցադրում է իր տարածաշրջանային առաջնահերթությունները։ Նախագահ Միխայիլ Ղավելաշվիլին իր առաջին պաշտոնական այցերը կատարեց նախ Ադրբեջան, հետո Հայաստան։ Եվ Ադրբեջանի հետ Վրաստանը բավական երկար ժամանակ է, որ ունեն ռազմավարական համագործակցության ուրեմն հարաբերություններ, իսկ Հայաստանի հետ ռազմավարական համագործակցությունը ամրապնդվել եւ ամրագրվել է 2024 թվականի հունվարի 26-ին Հայաստան-Վրաստան ռազմավարական համագործակցության հայտարարության ընդունմամբ։ Եվ Վրաստանի նախագահի այս այցելությունները ցույց են տալիս, որ Վրաստանը իսկապես ձգտում է տարածաշրջանային համագործակցության, Վրաստանը ձգտում է տարածաշրջանային կայունության եւ այս այցելությունները բացի այդ, որ ցույց են տալիս այդ քաղաքականությունը, նաեւ Վրաստանը բացեիված եւ Բաքվում եւ Երևանում հայտարարում է այդ մասին, որ ինքը պատրաստ է դառնալ միջնորդ նաեւ եւ էականորեն նպաստել հայ-ադրբեջանական հակամարտության դրական կարգավորման։ Ղարաբաղյան պատերազմից հետո դուք խոսքում նշեցիք, որ այս այցով Վրաստանը փորձում է ցույց տալ իր առաջնահերթությունները։ Այդ պատերազմից հետո ստեղծված նոր իրավիճակում որոնք են այդ առաջնահերթությունները տարածաշրջանում Վրաստանի համար։ Վրաստանի համար առաջնահերթությունը նախ եւ առաջ խաղաղությունը եւ կայունությունն է։ Վրաստանը շատ լավ գիտակցում է, որ տարածաշրջանային կայունությունը ոչ միայն Հայաստանի եւ Ադրբեջանի, այլ հենց Վրաստանի համար զարգացման ուղենիշ է, որովհետեւ սա ընդհանուր տարածաշրջան է, Հարավային Կովկասը կամ Անդրկովկասը Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի տարածաշրջանն է։ Եվ այստեղ այս երեք պետությունները միայն խաղաղ գոյակցության միջավայրում կարող են իրական զարգացում ապրել։ Աշխարհի համար հաճախ այս տարածաշրջանը մեկ միասնական տարածաշրջան է դիտվում։ Աշխարհի համար սա ինչպես աշխարհաքաղաքական տեսանկյունից, այնպես էլ տնտեսական տեսանկյունից մեկ տարածաշրջան է։ Ասենք խոշորագույն ներդրողները, կորպորացիաները, անդրազգային խոշոր ընկերությունները չեն դիտարկում առանձին Հայաստան, առանձին Վրաստան, առանձին Ադրբեջան, որովհետև մենք լինելով փոքր երկրներ, միգուցեև չենք բավարարում նրանց ներդրումային ամբիցիաները, բայց երբ որ դիտարկվում է տարածաշրջանը մեկ միասնության մեջ, ապա սա պատկառելի իրենից ներուժ է ներկայացնում եւ հետեւաբար Վրաստանի այս մոտեցումները խաղաղ եւ կայուն տարածաշրջան ունենալու բխում են հենց այս իրողությունից։ Վրաց-հայկական հարաբերությունները բավականին բարձր մակարդակի վրա են գտնվում։ Արդյոք կան ուղղություններ, որոնց նկատմամբ պետք է ուշադրությունն ավելի սևեռել եւ ինչ հեռանկարներ եք տեսնում այդ հարաբերությունները ել ավելի զարգացնելու համար։ Հարաբերությունները այսպիսի մակարդակ դեռ չի եղել։ Ես բնութագրեի Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները այս պահին աննախադեպ, որովհետև տեսեք մենք հիմա շատ ծանր ժամանակներ ենք ապրում, եսի նկատի ունեմ եւ տարածաշրջանը եւ աշխարհը ընդհանրապես, եւ այդ ծանր ժամանակներում բազմաթիվ երկրներ իրենց շահերն են հետապնդում նաեւ մեր տարածաշրջանում, այդ թվում Թուրքիան, այդ թվում այլ երկրներ եւ նման իրավիճակում քաղաքական մեծ համարձակություն եւ մեծ ձգտում էր պետք Հայաստան-Վրաստան փոխհարաբերությունները հասցնել ռազմավարական մակարդակի։ Եվ իրոք, երբ որ անցյալ տարվա հունվարին ստորագրվեց ռազմավարական համագործակցության այդ փաստաթուղթը, սա ցույց տվեց, որ Հայաստանն ու Վրաստանը տարածաշրջանը կայունացնելու եւ զարգացնելու տեսանկյունից շատ լուրջ եւ մեծ քայլ են կատարել, առաջընթացի քայլ են կատարել։ Բայց գործնականում դա ինչ նշանակություն ունի։ Գործնականում դա ունի նշանակություն հետեւյալ առումներով։ Նախ դա հնարավորություն է ստեղծում բազմավեկտոր քաղաքականություն զարգացնելու։ Գործնականում այսօր Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը հասել է առավելագույնի։ Գործնականում հայ-վրացական առևտրատնտեսական այդ փաստաթղթի ստորագրման շնորհիվ։ Այդ թվում նաեւ։
Հայաստան-Վրաստան առևտրաշրջանառությունը, առևտրատնտեսական հարաբերությունները օրեցօր զարգանում են։ Եվ մենք փոխադարձության սկզբունքով ենք աշխատում։ Տեսեք, ինչով է կարևոր Հայաստանը Վրաստանի համար։ Հայաստանը գտնվում է Վրաստանի տուրիստական, ուրեմն Վրաստանի տուրիստական հնարավորությունից օգտվող երկրների եռյակում։ Սա ահռելի հնարավորություն է Վրաստանի համար օգտվել հայկական ուրեմն տուրիստների, ասպես ասենք, ուղղակի հոսքից, այո։ Հայաստանի համար ինչով է կարևոր Վրաստանը, մեր ամենաարդյունավետ տարանցման երկիրն է այսօր Վրաստանը։ Մյուս կողմից ինչ հեռանկարներ ունենք, այո։ Եթե կարողանանք կյանքի կոչել խաղաղության խաչմերուկ նախագիծը, սա նշանակում է, որ Վրաստանի համար էական հնարավորություններ են բացվում Հայաստանի տարածքով դուրս գալ դեպի Իրան, դեպի Նախիջևան, այդ ուրեմն կոմունիկացիաները աշխատեցնել եւ ընդհանրապես հայտնվել արևելք-արևմուտք այդ ճանապարհային հանգույցի վրա։ Պարոն Թորոսյան, տեսեք, ներողություն ընդհատելու համար, եթե Հայաստանին ամեն դեպքում հաջողվի իրագործել խաղաղության խաչմերուկ նախագիծը եւ հաշվի առնելով, որ Վրաստանը համարվում է մեզ համար գլխավոր տարանցիկ երկիր, արդյոք այս պարագայում Վրաստանի դերի նվազում տեղի չի ունենալու եւ դա մտահոգություններ չի առաջացնում Վրաստանի մոտ։ Առաջին հայացքից ձեր ասածի մեջ բավականաչափ տրամաբանություն կա, բայց դա միայն առաջին հայացքից։ Երբ որ խորանում ենք երևույթի մեջ, ապա տեսնում ենք, որ եթե այսօր Հայաստանը օգտվում է Վրաստանի տարանցման հնարավորություններից, ապա խաղաղության խաչմերուկը կյանքի կոչելու պարագայում շատ ավելի մեծ բեռներ են Հայաստանի վրայով Վրաստանով դուրս գալու դեպի աշխարհ, դեպի ԵԱՏՄ տարածաշրջան, քան այսօր միայն հայկական բեռներն են, որովհետև խաղաղության խաչմերուկի աշխատելու պարագայում ասիական երկրների ապրանքային հոսքերն են նաև այս ճանապարհով անցնելու եւ կարծում եմ կրկնակի, եռակի, քառակի, բազմապատիկ անգամ ավել բեռներ են անցնելու դեպի Վրաստանի ճանապարհներով դեպի ԵԱՏՄ եւ այլ շուկաներ, այնպես որ այստեղ մտահոգություն ընդհանրապես ես չեմ տեսնում։ Վրաստանը հայտարարում է պարբերաբար, որ կողմեն տարածաշրջանային կայունությանն ու խաղաղությանը եւ ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ձեռք բերված համաձայնությունը, փաստաթղթի տեսքով։ Իսկ Թբիլիսին ունի ներուժ հասնելու կամ հարթակ դառնալու, որ կողմերի միջև հարաբերություններ հաստատվեն կամ այլ կերպ ասած տարածաշրջանում կայունություն ստեղծեն։ Ես կարծում եմ, որ Թբիլիսին ունի այդպիսի ներուժ, բացի այդ Թբիլիսին ամենակարևորը, որ անշահախնդիր է իր այդ նկատառումներում։ Եթե այլ միջնորդներ ես առանց անուններ տալու եւ դրանք կարող են մի քանիսը լինել, այդ միջնորդությամբ փորձելու են նաև իրենց շահերը առաջ մղել եւ ընդ որում նեղ շահերի մասին է խոսքը։ Սովորաբար դատավորները, այսպես միջազգային հարաբերություններում նախ եւ առաջ փորձում են իրենց շահերը առաջ մղել, հետո կողմերի։ Վրաստանը անշահախնդիր է այստեղ։ Նա այո կարող է այդպեսին լինել եւ մենք այդպեսի փաստ տեսել ենք 44 օրից հետո Վրաստանի միջնորդությամբ որոշակի խմբականակ մենք կարողացել ենք գերիներ, Ադրբեջանից վերադարձնել եւ այսօր էլ Վրաստանը ելնելով այո տարածաշրջանային խաղաղությունից եւ տարածաշրջանային կայունությունից կարող է բացառիկ երկրներից մեկը լինել, որ անշահախնդիր ձևով է այդ նկատառումներն առաջ մղում։ Այդ դեպքում հայկական կողմը ինչու այդ նախաձեռնությանը կամ առաջարկությանը ընդառաջ չի գնում։ Որովհետեւ դա կախված է ոչ միայն հայկական կողմի ցանկությունից եւ ոչ միայն նաեւ կախված է աշխարհաքաղաքական զարգացումներից եւ աշխարհաքաղաքական խաղացողներից։ Այնպես որ նման իրավիճակներում որոշումներ կայացնելու համար բազմաթիվ ֆակտորներ են գործում։ Լավ, անցնենք այլ հարցի, գանք ներքաղաքական հարցերի դրույթ, կրկին իշխանափոխության կոչերն են արդիականանում։ Երևի օրերը տաքացել են, նաև դա է պատճառը։ Մենք տեսել ենք, որ քաղաքացիական շարժում է սկսվել, արթունենք վերտառությամբ, նրանք ազգային ժողովի ձեր ընդդիմադիր գործընկեր պատգամավորների նամակներ են փոխանցել, որպեսզի սկսեն վարչապետի դեմ իմպիչմենտի գործընթաց։ Ինչ եք մտածում նախ այս հերթական շարժման մասին եւ արդյոք ձեր ընդդիմադիր գործընկերները կարձագանքեն ու կսկսեն գործընթացը, հաշվի առնելով, որ նրանց ձայները պակաս են եւ նաեւ ձեր ձայներից են հարկավոր, որպեսզի իրեն գործընթացը հաջողությամբ ավարտեն։
Տեսեք, համանդրությամբ, եթե հերթական ընտրություններին մնում է 6 ամիս, այդ վերջի 6 ամսվա ընթացքում այլևս impeachment-ի գործընթաց չի կարող առաջ քաշվել եւ հետեւաբար հիմա, այսպես ասենք, լավագույն ժամանակահատվածն է եւ ձեր ասած օրերի տակածում է եւ ժամանակային առումով impeachment-ի գործընթաց սկսելու համար։ Ես չեմ կարող խոսել ընդդիմադիր իմ գործընկերների անունից, թե նրանք ինչ արձագանք կունենան այս առաջարկի հետ կապված, բայց մի բանում վստահ եմ, որ հաջողություն չեն ունենալու, որովհետև ինչպես դուք նշեցիք, նրանք բավարար քանակով ձայներ չունեն impeachment-ը իր ավարտին հասցնելու համար։ Դե վստահություն ունեն կամ ցանկություն, որ ձեր գործընկեր падգամավորները իշխանական թևից կարող են ինչ-որ պահի իրենց աջակցել։ Նույնիսկ ասում էին, որ խոսակցություններ են ունեցել, դա առաջին անգամը չէ, որ հայտարարվում է։ Շատ այլ process-ների ժամանակ էլ էր նման հայտարարություն։ Ես վստահ չեմ, որ իրանք վստահություն ունեն, բայց ցանկություն կարող են ունենալ։ Իսկ ձեզ ձեռք է տալիս, որ ընդդիմադիր դաշտում կարող են նմանատիպ շարժումներ սկսվել, փողոցային պայքարներ սկսվել եւ արդյունքում իրենք չկարողանան հաջողության հասնել, այդ կերպ դուք շահած դուրս գաք։ Ձեր նկարագրած իրավիճակը անընդհատ այդպես է եղել, այս վերջին ամբողջ ընդդիմություն իշխանություն փոխհարաբերություններում, իսկ ձեռք տալը, ասես ասեմ, դա շատ խիստ հարաբերական բան է, ես կարծում եմ ցանկացած գործընթաց ներքաղաքական, այդ թվում կարևոր գործընթացներ պետք է ձեռք տան պետությանը եւ պետականությանը։ Եվ եթե որևէ գործընթաց միտված է պետականության ամրապնդմանը, պետական շահերի սպասարկմանը, ապա իհարկե մեծ ձեռք է տալիս, բայց ձեր նկարագրած իրողությունը ես չգիտեմ, ասենք, նեղ խմբական շահերից ելնելով արժի գնահատել, դա ձեռնտու է, թե ձեռնտու չէ, ես Դե գնահատականներ կային, պարոն Թովսյան, որ ընդդիմադիրների յուրաքանչյուր տապալված շարժում ուղղակի ամրապնդում է իշխանության Ախր դա ոչ թե գնահատական է, դա իրողություն է։ Բնականաբար ընդդիմության տապալված շարժումը ձեռնատու է իշխանության ձախողումը ձեռնատու է ընդդիմությանը։ Հիմա եթե մենք նայում ենք ընդդիմության շարքա գործողությունները եւ տեսնում ենք, որ բոլոր ըստ երևույթին այո ձախողվել են։ Հիմա իրանք հերթական քայլն են ուզում նախաձեռնել եւ ըստ երևույթին նախորդ քայլերի շղթայական տրամաբանությունը հուշում է, որ ամենայն հավանականությամբ հիմա եւս ձախողվելու են այն պարզ պատճառով, որ բավարար ձայներ խորհրդարանում չունեն impeachment-ի գործընթացը ավարտին հասցնելու համար։ Դուք ինչ եք մտածում, ընդհանրապես ընդդիմադիր դաշտում հնարավոր է համախմբում տեղի ունենա որևէ նպատակի գաղափարի շուրջ, թե ոչ։ Դուք ի նկատի ունեք խորհրդարանական ընդդիմություն, թե ընդհանրապես ընդդիմություն, ասեմ ինչու առհասարակ ընդդիմության, որովհետև շատ դեպքերում շարժումները կամ նախաձեռնությունները գեներացվում են արտախորհրդարանական ընդդիմության կամ գործիչների կողմից, որը հետո բերվում է եւ նաեւ ակնկալվում է, որ ընդդիմադիր գործընկերները խորհրդարանական արդեն իրագործեն կամ կմասնակցեն դրան։ Այս դեպքում վերջին դեպքում ամենայն դեպս այդպես է։ Գիտեք, ընդհանուր առմամբ ամբողջ ընդդիմության համախմբում քիչ հավանական է ինչ պատճառով, որովհետև ընդդիմությունը եւս իր հերթին տարբեր աշխարհայացքային տրամաբանության մեջ են։ Ընդդիմության մեջ կան, ասենք, պահպանողականներ, լիբերալներ, արևմտամետներ, չգիտեմ, սոցիալիստներ, հա, դասական քաղաքական գործընթացներում չեն կարող տարաբնույթ ուղղությունների քաղաքական ուժերը հայտնվել մեկ քաղաքական դաշտում։ Բայց եթե մեկ նպատակ ունենան, ինչպես իրենք են ձևակերպում։ Օրինակ Քոչարյանն են ասում, եթե լինի մեկ նպատակ, այդ նպատակի շուրջ հնարավոր է այդ համախմբումը։ Ուրեմն պետք է բարձրաձայնեն այդ մեկ նպատակը։ Իշխանափոխությունը։ Իշխանափոխություն, ես կարծում եմ, որ իշխանափոխությունը չի կարող քաղաքական դաշտի գերնպատակ լինել։ Քաղաքական դաշտի գերնպատակը նախ եւ առաջ պետք է լինի քո առաջարկը։ Այ մեր հիվանդությունը քաղաքական համագարկի գիտեք որն է։ Այն է, երբ որ առաջ չքաշելով հստակ այլընտրանք, ասում են մեր փրկությունը այս ինչի մեջ է, իշխանափոխության մեջ է, սրա մեջ է, նրա մեջ է։ Դա փրկություն չի։ Հասարակությունը ունի կոնկրետ գաղափարների ակնկալիք, շատ հստակ, որն է այսինքն ձեր քննադատության թիրախի օբյեկտի ալտերնատիվը։
մենք գրեթե այդպիսի իրողություններ չենք հանդիպում։ Կգանք իշխանափոխությունը կանենք, դրանից հետո մենք ցույց կտանք այլ ընտրանքը, կբանակցենք ավելի լավ, կկառավարենք ավելի լավ։ Պատկերացրեք, ես չլինի որ պատգամավոր եմ քաղաքականությամբ զբաղվող, ես շարքային քաղաքացի եմ, նստած լսում եմ քաղաքական ուժերի խոստումները, ճիշտ է։ Ինձ հստակ հետաքրքրում է թե իշխանությունը X հարցի շուրջ վարում է այսինչ քաղաքականությունը։ Դուք քննադատում եք այդ քաղաքականությունը, որն է ձեր ալտերնատիվը, որն է ձեր այլընտրանքը։ Եթե ասում եք մենք ավելի լավ կբանակցենք, դա կներեք լուրջ չէ։ Եթե ասում եք ավելի լավ կանենք այսինչ բանը, կներեք, դա լուրջ չի։ Եթե կասեք այդ բանը մենք չենք անի, այլ կանենք այսպես, սա արդեն լուրջ է։ Ես կսկսեմ մտածել։ Բայց չեն ասում, պարոն Թորոսյան։ Ես այս ամբողջ շարժումների ընթացքում ընդդիմադիր դաշտում գեներացված դուք ինքներդ ասացիք, որ իրենք ասում են միավորվում են մեկ գաղափարի շուրջ, այն է իշխանափոխությունը։ Դա արդեն քաղաքական Դե հիշում եք նախորդ ընտրությունների ժամանակ էլ ընդդիմությունը ազգային ժողով գալիս էր իր օրակարգով, իսկ օրակարգը իշխանափոխությունն իրականացնելն էր։ Հասանք հաջորդ ընտրությունների իսկ բայց ոնց որ իրենց նպատակը ոնց որ չի էլ իրականացել։ Դե դրա համար չիրականացավ։ Եթե ընդդիմությունը գա հստակ ալտերնատիվներով, նա շատ ավելի շահեկան դիրքում կհայտնվի։ Շատ ավելի շահեկան դիրքում։ Պարոն Թորոսյան, ասացեք խնդրեմ, ընտրություններին ընդառաջ իշխանությունը որևէ մտահոգություն ունի, որ կարող է հասարակության մոտ այնքան մեծ հիասթափություն արդեն ձևավորված լինի, որ իրենք շանս չունենան հաջորդ ընտրություններին իշխանության ղեկը վերցնելու։ Լավ իշխանությունը պետք է միշտ ունենա մեկ մտահոգություն։ Դա պետական շահի արդյունավետ սպասարկումն է։ Եվ եթե այդ մտահոգությունը օբյեկտիվորեն ուրեմն հաղթահարվում է գործողություններով, գործերով, աշխատանքով, ապա այլ մտահոգությունների անհրաժեշտություն այլևս չի լինում։ Օրինակ, ընդդիմադիրները Գյումրու օրինակը կբերեին ձեզ, ասելով, որ տեսեք Գյումրիում դուք չկարողացաք իշխանություն վերցնել, չնայած դեռ շատ մեծ հարցական է, դուք հաղթել եք թե պարտվել, որովհետև եթե օբյեկտիվորեն դիտարկում ենք նախորդ ընտրությունների արդյունքները այս ընտրությունների արդյունքների հետ, հասկանալի է, որ այս անգամ դուք ավելի շատ ձայներ եք տարել, չնայած որ չեք կարողացել մյուս կողմից էլ ձևավորել ձեր իշխանությունը եւ վերցնել քաղաքի կառավարումը։ Մենք պետք է մի փոքր այլ տեսանկյունից նայենք ընտրական գործընթացներին եւ հաշվի առնենք համաշխարհային փորձը։ Ախր գիտեք, երբ որ եվրոպական պետություններում 25, 26, 27 կամ 28% ձայն է տանում որևէ կուսակցություն եւ լինում է առաջատար, նրանց շնորհավորում են հաղթանակի մեջ, հաղթանակի հասնելու համար։ Մենք սովոր ենք, որ անպայման մի կուսակցություն պիտի 50, 60, 70% ձայն տանի։ Դա տրամաբանված չի այնքան էլ։ Դուք տեսեք Գյումրիում դուք մինչև 80% ձայն էիք։ Դե դա որոշակի իրողությունների արդյունք էր եւ դա էլ էր հասկանալի։ Բայց երբ որ արդեն գործընթացները գալիս են ընդհանուր ուրեմն տրամաբանված իրողությունների մեջ, երբ որ այլ գործոններ չեն ազդում, ինչպեսին հեղափոխական շարժումը եւ այլն, այստեղ տեսեք, Գյումրիում ինչ է տեղի ունեցել։ Գյումրիում տեղի ունեցել այն, որ ավելի քան յուրաքանչյուր երրորդ քաղաքացին քվեարկել է իշխանության կուսակցության օգտին։ Սա կատարյալ հաղթանակ է։ Այլ բան, որ իշխանությունը չի կարողացել հասնել քաղաքի իշխանությունների ձևավորմանը քաղաքապետի, դա բոլորովին այլ խնդիր է, որտեղ ընդդիմությունը ելնելով ուրեմն նրանից, որ այո, պիտի իշխանափոխություն լինի եւ վերջ, համախմբվել են եւ ձևավորվել այս իրողությունը։ Հիմա դուք կասեք 2026-ի ընտրություններում էլ կարող այդպես լինել, ճիշտ է, համապետական խորհրդարանական ընտրություններում։ Ես կասեմ, որ ոչ, այդ տրամաբանությունը համապետական ընտրություններում չի աշխատի, որովհետեւ մեկ բան է ուրեմն թիմ ընտրությունը, որովհետեւ թիմ ընտրություններում շատ ու շատ գործոններ են աշխատում, այդ թվում անձնական գործոն եւ որոշակի ուժեր կարողանում են որոշակի ձայներ ունենալ։ Բայց համապետական ընտրություններում այդ անձնական գործոնը դա հասնում է նվազագույնի, առավելագույնը գաղափարն է եւ առավելագույնը պետության ընթացիկ վիճակն է։ Եվ այն կատարած աշխատանք եւ հնչելի խոստումները։ Իսկ այս իրողությունները բոլորովին այլ տեղ կտանեն։ Դա իմ համոզմունքն է։ Ռոբերտ Քոչարյանը կրկին թարմ հայտարարություններ ունի, մասնավորապես անդրադարձել է Ղարաբաղյան խնդրին,
պարտության պատճառներին իր մեկնաբանությամբ, դե ներքաղաքական հարցերի մասին եւս խոսել է մեկ նպատակի շուրջ հավանխմբելու վերաբերյալ կարծիքն արդեն քննարկեցինք։ Ռոբերտ Քոչարյանը շարունակում է պնդել, որ նախ այս պատերազմը բերել է ձեր իշխանությունը, հայաստանյան կողմը այն առումով, որ դուք չեք բանակցել, լավ չեք բանակցել, շատ դեպքերում նաև ունեցել եք առաջարկություններ, որոնցից հրաժարվել եք, 2016 թվականի քառօրյա պատերազմից հետո պիտի քաղվեին դասեր եւ բանակը կարող էր գնալ այդ ուղղությամբ, բայց 18-ից հետո դուք երբ եկել եք իշխանության մի կողմ եք թողել եւ դասեր չեք քաղել եւ գումարած դրան նաեւ ձեր իշխանության օրոք հասարակությունն եք տարանջատել սևերի ու սպիտակների, բանակն եք այսպես բարոյազրկել հաշվի առնելով գեներալների դեմ տեղի ունեցածը եւ նմանատիպ տարբեր այլ հայտարարություններ։ Արցախյան հարցին անդրադառնալով, որևէ կերպ կմեկնաբանեք կամ կգնահատեք Քոչարյանի հայտարարությունները։ Այդ տեսակետները նոր չեն, այդ տեսակետները վաղուց ծանոթ են մեզ, եւ այդ տեսակետները բազմիցս հնչվել են եւ ոչ միայն Քոչարյանի կողմից, այլ բազմաթիվ այլ ընդդիմադիր գործիչների կողմից, պատգամավորների, քաղաքական ուժերի եւ այլն։ Եվ այդ տեսակետները մեր հանրությանը լայնորեն ծանոթ են։ Այդ տեսակետները նաեւ ընդդիմադիր տարաբնույթ շարժումների ընթացքում են անդադ բարձրաձայնվել եւ փողոցային պայքարի եւ քաղաքական հարթակների պայքարի շրջանակներում եւ ակնհայտ է, որ գոնե մինչեւ այս պահը այդ տեսակետները հանրային ընդվզում չեն առաջացրել։ Սա փաստ է, որովհետեւ ընդդիմադիր պայքարը ամեն դեպքում մինչեւ օրս հաջողության չի հասել։ Հետևաբար այդ տեսակետների գոյությունն ինքնին փաստ է եւ ընդդիմադիր ամբողջ դաշտը այդ տեսակետներով է առաջնորդվում, բայց հանրային միջավայրում լայնորեն տեղ չի գտել։ Եթե լայնորեն տեղ չի գտել, կասել ընդդիմությունը, այդ դեպքում ո՞նց կբացատրեք այն շարժումները, որ այս ընթացքում եղել են։ Վերջին օրինակ Սրբազան շարժում ասվածը, դրանից առաջ հայրենիքի փրկության շարժում, այսինքն սա հասարակության ընդվզման մասին չի խոսում, հասարակության մի փոքր հատվածի ընդվզման մասին է, որովհետև եթե այդ շարժումները բերեին կրիտիկական զանգվածի, կասկած չունենах, որ իշխանափոխություն տեղի կունենար։ Շնորհակալ եմ դրույթի համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Զրուցակիցս ազգային ժողովի քաղաքացիական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն էր։ Կհանդիպենք։